Երբ որ մարդ գնում է ուխտագնացության, ինքը երթում է տալիս, որ հավատարիմ է իր բռնած ճանապարհին, հավատարիմ է իր բռնած գործին։ Ու այսօրվա ուխտագնացության նպատակը իմ կարծիքով դա է, որ քանի որ ժողովուրդը վստահում է մեր ձևով շարժմանը, վստահում է մեզ, վստահում է Սամվել Կարապետյանին ու դրանից ենթադրում է, որ մենք իրավունք չունենք ուղղակի ժողովրդի հույսը, հավատը չարդարացնելու, որ մենք անելու ենք ամեն հնարավորն ու անհնարինը, որ այս ամեն ինչը ստացվի, ինչի համար մենք ոտքի ենք կանգնել, ինչի համար պայքարում ենք, որ Հայաստանում չլինեն քաղբանտարկյալներ, որ Հայաստանում բանտարկված չլինի երկու բառի համար Սամվել Կարապետյանը, Հայաստանում չունենանք մենք սրբազան հայրեր, որոնք գտնվում են կալանավայրում։ Ինչ է կարծում եկեղեցու շուրջ ստեղծված այս իրադարձությունները հաշվի առնելով արդյոք եկեղեցին այսօր վտանգի տակ է։ Ոչ թե արդյոք վտանգի տակ է, այլ բնականաբար եկեղեցին վտանգի տակ է, ու ոչ միայն եկեղեցին է վտանգի տակ, վտանգի տակ է հայի ինքնությունը։ Այստեղ գիտեք հարց չկա ինչ որ եկեղեցին վտանգի տակ է կամ այն մյուս կուսակցությունը, այստեղ մեր մոտ բոլոր հարցերը ամբողջանում են հայի ինքնության մեջ։ Այսօր վտանգի տակ է հայի ինքնությունը եւ յուրաքանչյուր մարդ, ով իրեն համարում է հայ, այս պարագայում, ինքը պետք է ոտքի կանգնի հանուն իր ինքնության։ Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ հոգևոր հայրերը, նույն կաթողիկոսը եւ եկեղեցին նույնական չեն։ Գիտեք, ես չեմ ուզում իշխանության ներկայացուցիչների ասածները մեկնաբանեմ, քանի որ դրանք ես լուրջ չեմ համարում, խորհուրդ կտամ նրանց մի փոքր թերթել մեր պատմությունը, որը որ իրենք չեն սիրում, ու հասկանալ, թե հայ առաքելական Սուրբ եկեղեցին ինչ դեր ու նշանակություն է ունեցել հայի հազարամյա պատմության մեջ։ Դուք կարծում եք այս պատերազմը սկսված իշխանության կողմից եկեղեցու դեմ է, թե հոգևոր հայրերի եւ կաթողիկոսի։ Այս պատերազմը չաթերտավորած, որ սկսվել է իշխանության կողմից, ոչ թե կաթողիկոսի ու եկեղեցու դեմ է, ես մի անգամ էլ կրկնում, սա հայի ինքնության դեմ է։ Նրանց համար նշանակություն չունի ով կլինի կաթողիկոսը, նույն այս հարաբերությամբ ժամանակին 44 օրյա պատերազմից հետո նրանք իրենց առաջ խնդիր դրեցին բանակի հարցը լուծելու։ Ինչ եղավ, մենք բոլորս տեսանք, թե ինչ եղավ։ Այսօր այդ ամեն ինչը անում են եկեղեցու հետ, բայց ես վստահ եմ, որ այս անգամ նրանք չեն հաջողելու։ Ամեն դեպքում մենք անելու ենք ամեն ինչ հնարավորինն ու անհնարինը։